Աղոթենք, օրհնյալ Տեր մեր Հիսուս Քրիստոս ամեն, Հայր մեր բուրերգինս է սուրբ եղիցի անուն քո, եղեցի արքայություն քո, եղիցին գամ քո որպես երգինս եւ երգրի, ըսհաց մեր անաբազոր տուր մեզ այսօր եւ թող մեզ բարտիս մեր, որպես եւ մեկ թողունք մերոց բարտապանած եւ մի տանիրս մեզի փորձություն, այլ փրկյազ մեզի չարե, զիգո արքայություն եւ զորություն եւ փառք ավետյան ամեն։ Ողջույն քեզ Մարիամ, լիշնորհող Տեր ընդ քեզ, օրհնյալ ես դու կանայս եւ օրհնյալ է պտուղ խորովայնի քո Հիսուս, սրբույի Մարիամ, Մայր Աստծո, բարեխոսյա բասն մեր մեղավորած, այժմ եւ իժամում ահվան մերո, ամեն։ Սրբի Աստվածամայր դու մեզ իմաստություն, ուշադրություն, բաց մեր սրտի աչքերը, բաց մեր միտքը, լուսավորիր Աստվածային շնորհներով, որպեսզի կարողանանք այս մեկ ժամից առավելագույն զուգ քաղել։ Որ մենք կանգ առանք այս 80-րդ հարցի վրա, ինչու են քրիստոնյաները պատարագի գնում կիրակի օրը, ով կարող է ասել։ Կիրակի օրը պետք է սուրբ պահել։ Ասենք կարող են գնալ շաբաթ, որտեղ շաբաթը 7-րդ օրն է եւ Աստված պատվիրել է, որ հрьяաներին պատվիրել է, որ 7-րդ օրը հանգստանան, ինչպես ինքը ավարտեց իր գործերը 6 օրում եւ 7-րդ օրը հանգստացավ, կարող շաբաթ օրը, ինչու հենց կիրակի։ Եվ նույն իմաստն ունի մեզ համար շաբաթ օրվա իմաստ ունի, բայց կիրակի օրը տեղափոխել ենք շաբաթ օրվա իմաստը կիրակի օրվա վրա, ինչու։ Որովհետև Քրիստոսը հարություն արավ կիրակի օրը։ Հիսուս ճիշտ է, ուրբաթ օրը խաչվեց եւ հարություն արավ կիրակի օրը, դրա համար կիրակի նաեւ կյուրակե հունարեն բառից է, որ նշանակում է տիրոջ օր։ Տիրոջ օրը հարությունն է, հաղթանակի օրը, անշուշտ։ Միաշաբաթ է ասում գրաբարի տեքստը Աստվածաշնչում, ասում է միաշաբաթին գնացին կանայք, յուղաբեր կանայք Քրիստոսի մարմինը օծելու եւ տեսան, որ քարը գերեզմանի դռնից գլորված էր եւ Հիսուս հարություն էր արել։ Շատ կարճ ուղղակի ասեմ, որ հрьяաների համար շաբաթն է, նույն իմաստն ունի, մեզ համար կիրակի։ Իրենց համար Քրիստոս չկա, Քրիստոսի հարությունը գոյություն չունի, բնականաբար, բայց շաբաթ օրվա իմաստը շատ խորն է, որ Աստված ինքը տվեց իսրայելացիներին 7-րդ օրը հանգստանալու եւ չաշխատելու, հետո այդ նույն իմաստը մենք տեղափոխեցինք կիրակի օրվա վրա, գումարած զատկական խորհրդի իմաստը, անխաչելություն եւ հարություն։ Մեզ համար կրկնակի կարևոր է կիրակին, կրկնակի ուրեմն ապրումի հնարավորություն է հոգեվոր, ցավոք մեր քրիստոնյաները այնքան էլ մանավանդ մեր հասարակությունը այնքան էլ չի հասկանում, չի գնահատում։ Լավ է, որ ընտանեկան օր ենք ինչ որ իմաստով, այսինքն երբ որ չեն աշխատում, խոսքս 6-օրյա աշխատանքային գրաֆիկ ունեցողների մասին, եթե չէ գյուղի ժողովուրդը միշտ աշխատում է, բայց սա էլ լավ չէ, որովհետև այդ մեկ օրը կամ գոնե ժամուկեսը պետք է ազատ վերցնել սուրբ պատարագին մասնակցելու համար, որովհետև դա Տիրոջը նվիրված օր է։ Իմաստն այն է, որ նախ մարդը նմանվի իր արարչին, նրա հետ միասին վայելի իր աշխատանքի պտուղները, իմաստը, ինչպես Աստված ասում է, տեսա, որ ամեն ինչ լավ էր 6-օրյա արարչագործությունից հետո եւ հանգստացավ, այդ հանգիստը վայելքն է սեփական աշխատանքի պտուղների, այդ հանգիստը նաեւ վերադարձն է մեր սկզբին, մեր ակունքներին, մեր հոգեվոր ակունքներին, Աստծուն, եւ այդ հանգիստը նաեւ Աստծուն փառք տալու, շնորհակալություն հայտնելու առիթ է այն ամենի համար, ինչ որ մենք ունենք, սկսած մեր կյանքից, մեր տաղանդներով, բարիքներ, ինչ որ ունենք, նաեւ դժվարությունների մեջ ենք սովորում փառք տալ Աստծուն, մարդիկ կարող ասել, այնքան խնդիր ունեմ, այնքան գործ ունեմ, կովս, չգիտեմ ինչս մնացել է, բայց այո, այդ դժվարությունների մեջ մենք պետք է սովորենք տեղ բացել Աստծո համար, ժամանակ բացել Աստծուն փառք տալու համար, մանավանդ որ պատարագը այդքան շատ իմաստ ունի իր մեջ, այդքան խոր, ոչ միայն շնորհակալության հայտնելու համար, այլ նաև Քրիստոսի զոհաբերությանը միանալու համար է, Աստծուն ընծայվելու, ինքն ընծայվելու, Աստծուն նվիրվելու հնարավորություն է, Աստծո խոսքով հարստանալու հնարավորություն է։ Էլ չասեմ, որ նաև շատ կարևոր ժամանակ է, որ մենք չդառնանք աշխատանքի ստրուկը։
Աստված չի ուզում, որ մենք դառնանք ճիշտ է մեր ստեղծած բարիքով, մեր աշխատանքով մենք նմանվում ենք մեր արարչին, բայց որպես մարդ մենք շատ հեշտությամբ կարող ենք դառնալ մեր աշխատանքի ստրուկը, աշխատել միշտ, որովհետև այդ աշխատանքը, գիտեք, խոսքը ավելի այսպես հասարակական բարիք ստեղծելու ուղղված աշխատանքի մասին է, խոսքը եւ հաց վաստակել անշուշտ, որը ի վերջո մեծ մասամբ գոնե նյութական արժեք է ստեղծում։ Առավել ևս երբ որ նյութական արժեքի ստեղծումը շատ է, այսինքն փողի համար են աշխատում։ Այստեղ է հատկապես պետք է կանգ առնել Կիրակի օրը, որովհետեւ մենք կարողանանք նյութից մեր հայացքը ուղղել դեպի Աստված, դեպի մեր հոգևոր խորքը, հոգևոր ինքնությունը, էությունը, որովհետեւ չկորցնենք այդ աշխատանքի մեջ, չտարալուծվենք, Մանավանդ նրանք, ովքեր սիրում են աշխատել, աշխատասեր մարդկանց համար շատ դժվար է աշխատանքից կտրվել։ Եվ բայց մենք պետք է հասկանանք, որ դա Աստծո պատվիրան է, այդտեղ պետք է Կիրակի օրը միշտ Աստծունն է։ Գոնե այդ ժամկեսը, այդպես ասեմ, եթե ոչ ամենօր Աստծունն է։ Եվ առավելից կարևորը նաև Աստծուց հետո, այսպես ասեմ, հա, կամ ընտանիքով նախ գնալ Սուրբ Պատարագի եւ հետո ընտանիքի հետ ժամանակ անցկացնել։ Հանգստանալ, վայելել ընտանիքը, երեխաներին, ամուսինները իրար միմյանց, հանգիստ վայելել, միասին սեղան նստել։ Սա է շատ կարևոր։ Սկզբից սեղան ենք նստում Աստծո հետ, Տիրոջ հետ, Սուրբ եկեղեցում, Սուրբ սեղանի առաջ, ճաշակում ենք նրա մարմինն ու արյունը, հետո գնում ենք տուն, միասին ճաշում ենք, հավաքվում է ընտանիքը, մեկտեղվում է, բայց ոչ թե առանց պատարագի հավաքվելը, ինչը որ անում է մեր սովետական ժառանգությամբ հասարակությունը ցավոք, լավ է որ ընտանիք հավաքվում է, բայց մենք նաև դիշենք, որ Աստծո ընտանիք ենք նախ եւ առաջ։ Հավաքվենք մեր Տիրոջ շուրջ, հետո միասին։ Ուրեմն Կիրակին Հիսուսի հարության օրն է, նրա տոնն է։ Եք նորությունում հատ նայենք, այս պատասխանը կրկնենք։ Կիրակի բառը հունարեն ծագում ունի, նշանակում է Տիրոջ օր, Տերը հարություն արավ այդ օրը։ Կիրակին շաբաթվա առաջին օրն է եւ նոր սկիզբ է։ Դրա համար միաշաբաթ է կոչվում։ Հետո գալիս է երկու շաբթի, երեք շաբթի։ Ամեն Կիրակի տոն է, պետք է միշտ հաճախել Սուրբ Պատարագի եւ հանգստանալ աղոթքով, նաեւ ուրախ ժամանցով եւ բարի գործերով։ Ուրեմն ամեն աշխատանք կարելի է այդ օրը մի կողմ դնել, բայց ոչ բարեգործությունը, ոչ սիրո գործերը, ոչ աղքատին օգնելը, ոչ հիվանդներին օգնելը, ոչ ծերերին խնամելը։ Այսպես։ Հիմա անցնենք ուրիշ թեմայի։ Դուք սա տեսնում եք հիմա ինչ որ ես բացել եմ։ Այո։ Ուրեմն 4-րդ խորհուրդը ապաշխարության խորհուրդն է, այսպես խոսենք այս մասին, բայց տեսեք իրականության մեջ հերթականությունը եթե կուզեք իմանալ, ճիշտ կլինի, որ լինի Սուրբ հաղորդությունից առաջ, որովհետև առանց ապաշխարության, առանց խոստովանության մոտենալ Սուրբ հաղորդությանը լավ չէ, ճիշտ չէ։ Մանավանդ ծանր մեղքերի պարագայում, եթե կան ծանր մեղքեր, պետք է գնալ եւ խոստովանել, բայց քանի որ դժվար է հաճախ տարբերել ծանր եւ թեթև մեղքերը, լավ կլինի որ խոստովանենք ամեն ինչ եւ հաճախակի։ Ու ենթադրենք ամիսը մեկ անգամ, կամ եթե հնարավորություն չկա, գոնե 3 ամիսը մեկ անգամ այսպես։ Կանոնը եկեղեցական այն է, որ տարվա մեջ գոնե մի անգամ խոստովանենք, գոնե, սա նվազագույն պահանջն է։ Կաթողիկ է յուրաքանչյուր քրիստոնյայի համար։ Ապաշխարությունը կամ խոստովանությունն այն հանդիպման վայրն է, երբ Աստված ներում է բոլոր մեղքերդ, բոլոր մեղքերդ եւ քեզ հաշտեցնում է թե իր հետ եւ թե հավատացյալ համայնքի հետ։ Դրա համար ապաշխարության այս սուրբ խորհուրդը կոչվում է նաեւ հաշտության խորհուրդ։ Հաշտություն Աստուծո հետ եւ հավատացյալ համայնքի հետ։
Այսինքն եկեղեցին պատկերացնում է այսպես, որ մեղքը գործվում է եւ Աստծո նկատմամբ միաժամանակ, հա, ցանկացած մեղք։ Բացառությամբ այն մեղքերի, որ միայն Աստծո դեմ են։ Իսկ համայնքի դեմ գործված մեղքերը, այսինքն մարդկանց նկատմամբ, մերձավորի նկատմամբ գործված մեղքերը միշտ միաժամանակ նաև Աստծո դեմ են, որտեղ եղբայրասիրությանն են դեմ։ Առաջին հարցը ուրեմն նախ ինչ է մեղքը։ Մենք այստեղ հասնում ենք մեղքի մասին խորհրդածենք հիմա։ Ինչպես կբնորոշեք մեղք։ Ինչ է այն։ Վատ արարքները բոլոր, որոնք ուղղված են Աստծո եւ մարդկանց դեմ։ Հարի թշտումը։ Դա պատճառն է մեղքի, բայց այո, մեղքը ցանկացած վատ արարք, ու այդ վատը կարող չտնենք այստեղ, այսինքն արարք, որն ուղղված է Աստծո եւ մարդկանց դեմ, ասի արարքը վատ կոչվի, պետք է ինչ-որ չափորոշիչ ունենանք այն վատ համարելու համար։ Իսկ վատը այն է, որ ընդդեմ Աստծո եւ մարդկանց է, ավելի հեշտ բարձ եթե ասենք, ընդդեմ Աստծո պատվիրանների է։ Դրա համար է վատ արարքը։ Մենք դունանք մի կողմնացույց, որ մեզ համար միշտ ցույց տա լավն ու վատը, որտեղ մանավանդ հասարակությունը, որ մարդիկ հաճախ լինում է չեն ընդունում Աստծո օրենքը որպես բացարձակ մի բան, ուղեցույց, իրենց համար դառնում են օրենք, որոշում համար ինչն է վատ, ինչն է լավ։ Իրենց ազատությունը այսպիսով դառնում է գործադրում են իջարս։ Մեղքն արարք է, որը դեմ է Աստծո կամքին։ Մեղքն ինձ բաժանում է Աստծուց եւ մարդկանցից։ Մեղքը դեմ է սիրուն եւ բարությանը։ Մեղքը վիրավորում է Աստծուն կամ մարդկանց, կամ միաժամանակ երկուսներ։ Մեղքը փչացնում եւ կործանում է մարդ Աստված եւ մարդ հարաբերությունները։ Կան ծանր եւ թեթև մեղքեր։ Ծանր մեղքերը լրջորեն վնասում են Աստծո կամ մարդկանց հետ մեր հարաբերությունները, նաև մեր առջև փակում են հավիտենական կյանքի ճանապարհը։ Ուրեմն ինչ է տեղանում ծանր մեղքի ժամանակ, ինչու է կոչվում ծանր, նախ որտեվ հետևանքն է միշտ ծանր, եւ արարքը, եւ հետևանքը։ Օրինակ սպանությունը միշտ ծանր մեղք է մնում։ Ենթադրենք, շնությունը, գողությունը, բայց գողությունն էլ կա, գողություն էլ ուրիշ բան է, երբ որ մեկը մի երեխա ասենք հարևանի ծառից մի խնձոր գողանա եւ ուրիշ բան է, որ մեկը գողանա ասենք 100,000 դրամ։ Այստեղ կա ծանր եւ թեթև հասկացությունը, բայց ծանրը նաեւ կոչվում է մահացու մեղք, որովհետեւ մարդուն զրկում է Սուրբ Հոգու ներկայությունից կամ շնորհից։ Մենք ասում ենք շնորհի վիճակից է զրկում։ Շնորհը Աստծո գերբնական զորության պարգևն է, ձրի պարգևն է կամ Աստծո ներկայությունն է, ձրի մարդուն տրված ներկայությունը, Սուրբ Հոգու ներկայությունը մարդու հոգում։ Եթե հիշում եք, խոսում ենք այն մասին, որ մկրտության եւ տրոհի ժամանակ մարդը լցվում է Սուրբ Հոգու ներկայությամբ։ Երբ որ մեղք է գործում, Սուրբ Հոգին Աստծո այլևս չի կարող բնակվել այդտեղ։ Այդ մարդը որպես անոթ այլևս պղծված է մեղքով եւ հեռանում է, այսպես պարզ ասենք, մարդը ինքն իրեն հեռու է դնում Աստծո ներկայությունից, ինքն իրեն դատարկում է Աստծո ներկայությունից, դրա համար որի հետևանքը հավիտենական մահն է, դրա համար կոչվում է մահացու։ Եվ դրանից ազատվելու, այդ հավիտենական մահվանից ազատվելու միակ ճանապարհը մեղքերը խոստովանելն է։ Այս պետք է ասել, որ պետք է խոստովանել։ Տակը տեսեք գրված է թեթև կամ ամենօրյա մեղքերը կամ առօրյա եւս վիրավորում են Աստծուն եւ մարդկանց։ Սրանք թեթև մեղք օրինակ է ինչ-որ սուտ ենթադրենք, երեխան սուտ է խոսում կամ մենք սուտել կա, որ մարդու կյանք է կործանում, ծանր հետևանքներ ունեցող ստեր կան։ Բայց սուտ կա, որ ավելի հետևանքներ չունենում, ասենք, հա։
մանավանդ մարդիկ հազար ու մի արդարացում են գտնում իրենց սուտ խոսելու համար, այդպիսի մեղքերը չեն զրկում մարդուն Աստծո ներկայությունից, բայց վիրավորում են այդ ներկայությունը, այսպես ասենք, այս աստիճանակարգումը ինչու է կարևոր կաթողիկ եկեղեցում, թեթև ծանր, որպեսզի մեզ հնարավորություն տրվի իսկապես հասկանալու մեր արարքների ծանրությունը եւ որ դեպքում է որ մենք իրավունք չունենք մոտենալու Սուրբ Հաղորդությանը։ Տեսեք, եթե իմ ասած այդ թեթև մեղքերը մի փոքրիկ սուտ կամ մի վիրավորանք հարազատին ընտանիքի անդամներին, եթե այդպիսի մեղքերի մասին է խոսքը, առօրյա թեթև, մենք կարող ենք մոտենալ Սուրբ Հաղորդությանը եւ ներում խնդրելով ասենք Տեր Հիսուս ների ինձ, այս մեղքերս համար ների ինձ։ Բայց եթե կա հնարավորություն, ավելի լավ է վազեն քահանայի մոտ բարձրաձայն ասենք այս մեղքերը, որտեղ դա նաեւ մեզ խոնարհեցնում է։ Մեզ պատրաստում է ընդունելու Սուրբ Հաղորդությունը։ Նորից մենք լցվում ենք, պատկերացեք այս բաժակը, որ լի է Աստծո ներկայությամբ, Սուրբ Հոգով։ Եվ որ թեթև մեղք ենք գործում, մի քիչ ենք դատարկում։ Մի քիչ, այսպես բացատրեմ։ Գնում ենք խոստովանության, նորից լիքը լցվում է Սուրբ Հոգու ներկայությամբ։ Ծանր մեղք ենք գործում, դրիվ ենք դատարկվում դրանից։ Եվ դից զգույշ ունենք, որ Քրիստոսի հոգու փոխարեն չգան եւ չբնակվեն դևերը մեր մեջ։ Հիսուս այդպիսի արագ է պատմում։ Ասում է, եթե մաքուր սենյակ է, սենյակը մնում է դատարկ, դևից հեռացած մաքրված։ Այդ դևը բռնում է իրենից ավելի չար 7 այլ դևեր եւ գալիս միասին բնակվում են այդ մարդու մեջ։ Մարդ սենյակի նման է, հա։ Մարդու մեջ եւ այդ մարդու վիճակը լինում է ավելի ծանր, քան առաջ։ Սա Հիսուս ինքն է ասում։ Ու պետք է միշտ լցված լինել եւ որտեղ դա մեզ պաշտպանում է Աստծո հոգով, Սոքու շնորհներով։ Ու լավ կլինի այս պատճառով հաճախակի խոստովանել մեղքերը։ Խոստովանությունը ոչ միայն մեզ մաքրում է, այլև լցնում է Աստծո շնորհով։ Հիմա հասնենք այդտեղ։ Աստված ինչու է ընդհանրապես մտահոգվում, որ մենք մեղք ենք գործում։ Ինչու է դա կարևոր Աստծո համար։ Որովհետև հեռանում ենք իրենից, Աստված սիրում է մարդուն եւ ուզում է միշտ նրա հետ լինել։ Ճիշտ է։ Ուզում է միշտ, որ մարդը լինի իր հետ, այո։ Ուզում է իր զավակի նման, ինքը ծնողի նման է, մեզ էլ նայում է զավակների նման, ուզում որ մենք միշտ իր հետ լինենք։ Իսկ քանի որ սրբություն է, սրբություն սրբոց է, ասում է դուք էլ սուրբ եղեք, ինչպես ես սուրբ եմ։ Եվ չի կարող պղծությունը, մեղքը միասին Աստծո սրբության հետ։ Աստված սիրում է մարդուն եւ իր ստեղծած ամեն բան։ Աստված մտահոգվում է մարդու համար, ինչպես մի սիրալիր ծնող, որ պատրաստ է իր կյանքն էլ տալ միայն թե զավակին տեսնի երջանիկ։ Աստված ուզում է, որ մենք բոլորս, որպես եղբայրներ ու քույրեր, այսինքն իր զավակները, ապրենք սիրով, որպես մի մեծ ու գեղեցիկ ընտանիք։ Ուրեմն ամեն մի մեղք եւ անշնորհակալ վերաբերմունք վիրավորում է Աստծո այդ ծնողական սերը։ Երբ մեղք են գործում, վնասում կամ վիրավորում ենք Աստծո արարածներին, մեր քույրերին կամ եղբայրներին։ Մի հարց կարելի է այս։ Եվ միշտ նաեւ Աստծուն, բոլորից ծնողին եւ արարչին։ Այո, իհարկե։ Այն ընտանիքները, որտեղ միշտ խաղաղություն ու սեր կա, ոնց որ աստվածային հաջողությունն էլ այդտեղ միշտ արտահայտվում է։ Որ ընտանիքներում, որ մարդիկ իրար դեմ չարացած են, որ որդին ծնողին չի հարգում, ընտանիքում դավաճանություն, վատ բաներ կա, այդտեղ հաճախ մահ է լինում, հաճախ վատ բաներ են լինում, չէ, այդպես է, թե ոչ, կյանքում նկատվում են այդ իմ ասածը հաստատող բաներ։ Իհարկե, միշտ երբ որ մարդը Աստծո ներկայության մեջ է, ավելի պաշտպանված է այդ ամեն տեսակ ծանր փորձանքներից, ասեմ, հարվածներից, սա փաստ է։ Եթե նայեք, դուք էլ եք այդ մասին եք խոսում անշուշտ, համաձայնես հետ։ Այո, այնպես չէ, որ մենք բոլորս ապահովագրված ենք այդ փորձանքներից, բայց ընդհանրապես կա տարբերություն։ Ես էլ պետք է ասեմ, որ փառք Աստուծո,
Եթե Աստծո ձեռքը բռնած են գնում, հաղթահարում ենք, էլի դժվարությունները։ Անշուշտ։ Որովհետև նա ով մեղք է գործում, ավելի Հեռանում։ խոցելի է սատանայի համար։ Ասեք չարը սատանան ասում է Պետրոս Առաքյալն ասում է արյուծի նման մռնչալով պտտվում է մեր շուրջը եւ փնտրում է թե ում կարող է կուլ տալ։ Այդ կուլ տալը ոչ միայն մեղք գործելու, մեղելու միջոցով է, այլ նաեւ կյանքը խլելու եւ հիվանդություններով, հարվածներով, փորձանքներով։ Մենք երբ որ մեղք են գործում, կարծես անպաշտպան, բայց ինքնավստահ քայլում ենք մեր կյանքի ճանապարհը։ Բայց սատանայի համար բաց ենք։ Որ մենք մեղք ենք գործում, մեծամիտ ենք, մենք Աստծո պատվիրանները չենք փորձում կատարել, բարի մեր պահապան հրեշտակն էլ չի կարող մեզ օգնել։ Մենք շատ խոցելի ենք դառնում սատանայի առաջ։ Իսկ ինքը ամեն կերպ ուզում է մարդուն Աստծո ստեղծածը վնասել, նախ պոկել Աստծուց եւ հետո կործանել, վնասել, սպանել։ Ներեցեք, Տեր Հովսեփ, Հա։ ներեցեք ինձ, բայց ես համամիտ չեմ կարող լինել, ոչ ձեզ հետ, ոչ Տիկին Սուսաննայի հետ, որովհետև մահը իրականում Աստծո ձեռքում է գտնվում եւ այդ դժբախտությունները, որ կատարվում են ընտանիքներում, բոլորովին օրինաչափություն չի կարող լինել դա։ Ընդհակառակը կարելի ասել այն մարդը, ով ավելի շատ է Քրիստոսին մոտենում, այդ մարդու կյանքի մեջ շատ անգամ ավելի փորձությունները ես նույնիսկ դողվեցի, առավել են լինում։ Փորձություններ լինում են բոլորիս կյանքում։ Այո, բայց մահը եթե մենք հաշտ ենք Աստծո հետ եւ չենք հաղթահարվում այդ փորձություններից, մտածում ենք նաեւ ով մասին, ով ամեն ինչ տարավ հանուն Աստծո, մենք դա անցնում ենք, հաղթահարում ենք։ Իսկ եթե մարդը շուտ խռովում է Աստծուց, ամեն ինչ կարող է անել։ Ամեն բան ավելի։ Հարելու մեջ Աստված օգնում է, բայց փորձության մեջ ընկնողները դա օրինաչափություն չի կարող լինել։ Եթե այդպես լիներ, բոլոր սուրբերը շատ անգամ ավելի լավ ու հաջող։ Ես օրինաչափություն չասի, բայց ասի մեր կյանքում նկատվող հաճախ դեպք է։ Ես շատ եմ տեսել այդպիսի դեպքեր։ Հետո որ կհանդիպենք ավելի կխոսենք այդ մասին, հա։ Ձեր կարծիքը միշտ հաճելի է, հետաքրքիր։ Որոնք որդի են կորցրել, որոնց մեջ դժբախտություններ են եղել։ Ամեն բանի մեջ կան բացառություններ, ես համամիտ եմ ձեզ հետ։ Դուք շատ ճիշտ եք ասում, բացառություններ կան, անբացատրելի բաներ կան։ Աստծո բոլոր գործերը մենք չենք կարող հասկանալ, չէ՞։ Աստծո գործերն անքննելի են։ Նայեք, դուք որ սպասեք, ես կասեի բացառությունների մասին կխոսեի, բայց ոչ թե բացառություններ են, դա օրինաչափություն չէ։ Ընդհանրապես չարը, եթե հիշեք Քրիստոսի առակը, նոր մի քիչ առաջ պատմեցի, այն մարդիկ, ովքեր որ լցված չեն Սուրբ Հոգով, միշտ ավելի խոցելի են։ Տիրոջ առակն է, Տիրոջ պատմությունն է, շատ ավելի խոցելի են սատանայի առաջ, շատ ավելի։ Ինչպես են դևերը գալիս բնակվում մարդկանց մեջ, ինչպես են մարդիկ ընկնում մեղքի ճահճի մեջ եւ չեն կարողանում դուրս գալ, որովհետեւ հեռու են եւ դառնում են սատանայի գերի։ Պատերազմները եւս սատանայի թակարդն են։ Այդ հազարավոր զինվորները, որ իրենց կյանքն են կորցրել, ես այդ զինվորներին ես եմ հողին հանձնել շատերին, ես գիտեմ այդ ցավն ու վիշտը։ Բայց տեսել եմ նաեւ մայրեր, առանց անուն տալու, ովքեր դրանից հետո եկել խոստովանել են իրենց ծանր մեղքերի մասին։ Իրենք են զգում, որ իրենք անպաշտպան են դարձել չարի առաջ։ Սա մեկ։ Երկրորդ, իհարկե շատերը նաև Աստծուց երես են թեքել այդ ցավից հետո։ Երկրորդ, մահը, ինչքան էլ ասենք Աստծո ձեռքերում է, բայց Աստված մահը որպես այդպեսին երբեք չի կամենում։ Եվ սատանան է, որ մահ է կամենում։ Միշտ սատանան է։ Այդ հիվանդությունները սրանք մեր մարմնի անբաժանելի մասն են դարձել եւ մահը դա մահկանացու լինելու հատկության անբաժանելի եւ տրամաբանական հետևանքն է։ Մարմինները քայքայվում են ադամական մեղքի պատճառով, բայց մարմինները եւս ստեղծված են հավիտենական կյանքի համար։ Ինչքան մարդ
ձգտում է Աստծուն աջելի կյանքով ապրել, հա, այնքան ինքը ոչ թե հիվանդություններից է ապահովագրված։ Կան բաներ, որոնք իսկապես սատանան չարը ամեն կերպ թակարդները դնում է մեր առաջ, այդ փորձանքները։ Հիվանդություններից անկախ, հա, պատերազմից անկախ, պատերազմը ինքնին դա մահվան մի մեծ բան է, թակարդ է, բայց Աստված նույնիսկ այդտեղ պաշտպանում է իր պահապան հրեշտակի միջոցով նրանց, ովքեր ավելի աստվածասեր են, նրանց ում համար աղոթում են ծնողները, ում համար աղոթում են սրբերը, ում համար զոհաբերություններ են կատարում, զոհողություններ, ասեմ այսպես, իրենց ծնողները իրենց աղոթքների հետ միաժամանակ, ու աղոթքներին միախառնում են իրենց խոստովանությունները։ Հա? Աղոթքը միշտ զորավոր է, աղոթքը միշտ ուժեղ է, եւ Աստված երբեք ձեռնացալ չի նստում նրանց համար, ովքեր որ մշտապես աղոթում աղաղակում են։ Հիսուս ասում է. «Միթե Աստված չի լսի իր բոլոր այն զավակների աղոթքին, ովքեր գիշեր ցերեկ աղաղակում են նրան»։ Կան տարբերություններ, օրինաչափություններ չկան, բայց կան հստակ տարբերություններ։ Իսկ սրբերը, ովքեր իրենց կյանքն են տվել Աստծո համար, այդ սրբերը, մեր սրբերը ձգտել են նմանվել Քրիստոսին։ Մի մոռացեք, որ իրանք կամավոր են գնացել այդ մահվանը։ Իրանք փափագել են այդ մահը։ Սուրբ Իգնատիոս Անտիոքացին, երբ որ իրեն տանում են Հռոմի կրկեսում գազանների առաջ նետելու, երկրորդ դարի սուրբ է։ Գրում է իր հռոմեացի բարեկամներին, ովքեր ուզում էին կաշառել զինվորներին, որպեսզի իրեն ազատեն այդ տանջանքներից։ Եվ գրում է, ասում է, ինձ մի ազատեք, խնդրեմ։ Դուք կարող եք դա անել, բայց մի արեք։ Ես ուզում եմ նմանվել իմ Տիրոջը եւ նրա նման մեռնել իմ կյանքը տալ եւ հաց դառնալ գազանների բերանում, ինչպես Քրիստոս հաց դարձավ մեզ համար։ Եկեք այս զոհաբերությունները չխառնենք այն մյուս մահվան տեսակի հետ, որը լրիվ ուրիշ իմաստ ունի։ Մարդ, ով փափագում է Քրիստոսի նման չարչարվել, այդ նաև Աստված տալիս է այդ հնարավորությունը։ Սրբուհի Թերեզան, որ 24 տարեկանում մահացավ ծանր հիվանդությունից, դա իր համար Քրիստոսին հետևելու մի գեղեցիկ ճանապարհ էր։ Տառապանք, բայց որով ինքը նմանվեց իր Տիրոջը։ Եվ այսօր երկնակամարում փայլում է աստղի նման, մեզ համար բարը խոսում է։ Եկեք այս տարբերությունները ընդունենք, եւ ես երբ միշտ մարդկանց ասում եմ, որ չասեք, որ հարազատները մեռում են, ասում են Աստված տվել էր, Աստված էլ տարավ։ Չասեք երբևէ այդպիսի բան, որովհետև մահը Աստծո կամքը չէ։ Մանավանդ նրանք, ովքեր որ եկեղեցուց հեռու են, իրավունք չունեն դա ասելու։ Այսքանը։ Եթե համաձայն չեք, ձեր իրավունքն է։ Անցնենք առաջ։ Ինչ են ասում սրբերը։ Աստված սիրում է մեզ այնպիսին, ինչպիսին մենք կանք։ Բայց Աստված մեզ չափազանց շատ է սիրում, որ թողնի մեզ այդ վիճակում։ Այսինքն մեղավոր, անկյալ, թույլ, տկար վիճակում։ Սա գալիս է ինչ-որ միտեղ օգնելու իմ ասածներին, որ երբ որ մենք աղոթում ենք մեր տկարության մեջ, Աստված մեզ չի թողնում այդպես անպաշտպան վիճակում։ Ինչ է ասում Տերը։ Ես չէ ժողով է եղած։ Ինչ է ասում Տերը։ Երբ իմ այս փոքր եղբայրներից մեկին չարեցիք, ինձ չարեցիք։ Ավետարան Մատթեոսի։ Այսինքն մերձավորի նկատմամբ սիրո պակասը Աստծո նկատմամբ սիրո պակաս է։ Որոնք են խոստովանության մասերը։ Խոստովանության անցնենք հիմա։ Լավ խոստովանության համար անհրաժեշտ է մեղքը ընդունելը, զղջալը, հետո նոր խոստովանելը։ Եթե մարդը չի զղջում, չի խոստովանում։ Առանց զղջման խոստովանություն ունել չի կարող։ Բայց այս 5 կետերը շատ կարևոր է, որ մենք նաև միշտ երեխաներին սովորացնում ենք, որ իրանք իմանան, տրամաբանական շարունակություն կա։ Նախ խղճի քննություն եւ զղջում։
Հասկանանք ինչ մեղք ենք գործել։ Նստել մտածել խոստովանություն կատարելուց առաջ եւ նաեւ հասկանալ մենք զղջում ցավ ապրում ենք այդ մեր արածների համար թե ոչ։ Եթե ցավ չենք ապրում, չենք զղջում իսկապես, անիմաստ է խոստովանության գնալը, դա կեղծիք է, կեղծավորություն է։ Մենք կարող ենք խորհրդակցել քահանայի հետ, խոսել, հասկանալ թե արդյոք ինչպես անենք, որ մոտենանք ավելի լիակատար զղջման։ Բայց Աստված տեսնում է մեր սրտերը, հա։ Եթե չկա զղջում, պետք չէ խոստովանել, իմաստ չունի։ Անկեղծ հստակ խոստովանություն, երբ որ կա զղջում, տեսել ենք հստակ հասկացել ենք մեր մեղքը, գնում ենք խոստովանության շատ պարզ խոստովանողի առջև, անկեղծ պետք է լինել, պետք չէ ամեն մի մանրամասն պատմել, եթե քահանան դրա անհրաժեշտություն չի տեսնում մանավանդ, այլևս որոշում այլևս մեղք չգործելու մասին։ Երբ որ կա զղջում, պետք է նաև որոշել, որ մեղքեր չենք, այդ մեղքը չենք գործել, ընդհանրապես մեղքեր չենք գործել։ Որոշումը շատ կարևոր է։ Թեկուս շատեր այդ որոշումը հետո խախտում են իրենց տկարության, աղոթասիրության պակասի պատճառով, գայթակղության ուժեղ լինելու պատճառով, միշտ լինում է այդպես, միշտ։ Բայց այդ բանը որ ես խոսում եմ, դու որոշում ունեցած լինես, որ այդ մեղքը այլևս չգործես։ Քահանայի մեղքերի ներման կամ արձակման աղոթք, քահանան ուրեմն թողություն է տալիս կամ ճիշտ աղոթում է, որ Աստված թողություն տա ների խոստովանողին, թեև քահանան ինքն էլ այդ իշխանություն իրավունք ունի, Հիսուս ասաց, փչեց, տվեց իր հոգին, չէ, հարություն առնելուց հետո աշակերտներին երևալով, եւ ասաց ում մեղքերը որ ներեք ներված կլինի, եւ ում չներեք ներված չի լինի, այդպեսի մի իրավունք կամ հոգեվոր իշխանություն տվեց, բայց անշուշտ ներումը միշտ Աստծուց է։ Մենք աղոթելիս ասում ենք թողություն շնորհեցե Աստված քեզ քո մեղքերին թող Աստված ներում շնորհի։ Բայց նաև ասում ենք արձակեմ քեզ ամենայն մասնակցութեն եմ եղած, քեզ արձակում եմ մեղքերի քո մասնակցությունից, հանուն Հոր եւ Որդու եւ Որդու Սրբոյ Սուրբ Երրորդյան անունով։ Դե պատրաստ լինել կատարելու ապաշխարությունը կամ հատուցումը կատարած մեղքերի դիմաց։ Հատուցում կատարելու անհրաժեշտություն, պատրաստակամություն։ Այսինքն կանոնսորաբար դա նշանակում է աղոթքի տեսքով, այսինչ աղոթները կասեք եւ այած ինչ մեղքեր են կարող նշանակել մի ամիս աղոթել կամ նշանակել մի հայր մեր 10 ողջույն երեխաներին, նայած դե գողությունը ասում ենք որ գողացածը պետք է անես վերադարձնես հետ օրինակ կամ դե գնաս ներողություն խնդրես Աբորտ արած մայրերին օրինակ ես միշտ ասում եմ որ խնդրեմ աղոթեք որ մի երեխայի կյանք փրկվի ձեր աղոթքով երկար տևական ժամանակ աղոթեք վարդարան կամ այսինչ ծոմապահությունը կատարեք խնդրեք որ մի երեխայի կյանք փրկվի բանը դաս է բայց սպասի ձայնը անջատեմ տեսնեմ ինչ է Պետրոս ջան արնես մի վարքյան մի րոպե չխոսեք ներողություն Ժորժ ջան մեկ րոպե հա
Ներողություն։ Ուրեմն պատրաստակամություն հատուցելու կատարած մեղքերի դիմաց, սա էլ շատ կարևոր է։ Խոստովանելիս ասում ենք, սկզբում խոստովանում եմ Աստծո եւ ձեր առջև, ընթացքում զղջում գործած մեղքերի համար, ներում խնդրում, պատմել, պետք է պատմել անշուշտ մեղքերի մասին, լսվում է, չէ՞։ Վերջում կա այս զղջման կոչվող աղոթքը, Աստված իմ սաստիկ ցավում եմ քեզ վշտացնելու համար, որովհետև անսահմանորեն բարի ես եւ անունորեն սիրելի եւ մեղքն ատում ես։ Այսուհետև քո սուրբ շնորհով խոստանում եմ այլևս մեղք չգործել եւ զգուշանալ մեղքի բոլոր առիթներից։ Սա մեր երեխաներին անգիր սովորացնում ենք, իրանք բոլոր ովքեր պատրաստվում են ծուփաղորության, սա անգիր գիտեն։ Կարող է սա Դասական դասարանի սպատին դա մենք գրած ունենք։ Հա։ Սա բայց մեր կաթողիկե եկեղեցուն հատուկ աղոթք է։ Զղջման աղոթք, ուղղակի ես դա հանել էի զղջման աղոթք ու դա կպցրել էինք։ Ապրեք։ Սա կա նաև մեր կապույտ աղոթագրքում, վերջում կարող եք գտնել խոստովանության համար նաև անհրաժեշտ այդ բոլոր ինչ որ մա խոսեցի բացատրված այդ կապույտ աղոթագրքի վերջում, ովքեր չունեն, որ եկեք Երևան կտամ։ Լավ, արդյոք քահանան կարող է բացահայտել այն, ինչ լսել է խոստովանության ժամանակ։ Ոչ։ Իսկ եթե ոստիկանները կան հարցնեն, էլի չպետք է ասի։ Էլ ինչով է քահանա։ Դե, մենք հատուկ դա գաղտնիքի տակ է այդ ամեն ինչը եւ ծանր պատիժ է հասնում քահանային, եթե նույնիսկ ոստիկանության այդ մասին պատմի։ Եվ այդպիսի բաներ չի լինում սովորաբար, եթե ոչ կոմունիստական իշխանության ժամանակ։ Այնուամենայնիվ քահանան ինչ որ պատմում է, մնում է քահանայի մեջ, ինքը իր հետ տանում է գերեզման։ Իրավունք չկա բացահայտելու, շատերը սրա համար են խոսապում նաև գնալ քահանային ինչ բան պատմել, բայց անիմաստ է։ Բայց լինում են, չէ, այդպիսի քահանաներ էլ են լինում։ Հնարավոր է, չգիտեմ, շատ հնարավոր է։ Այնուամենայնիվ նույնիսկ ընդհանուր պատմությունների մեջ մենք խոսապում ենք, չենք պատմում բաներ, որոնք որ եթե կա համայնքի անուն եւ այլն, հա, այդպիսի բաներ կարող է օրինակի համար ոնց որ այսօր ես ասացի, օրինակ որպես ընդհանուր մի բան այդպես ասենք, բայց առանց համայնքի անուն տալու, առանց մարդու անուն, առանց չէ, անունը մեղքի բովանդակություն, մի խոսքով չենք բացահայտում, հասկանալի է։ Ես առաջ մտածում էի, որ քահանաները միշտ պետք է լինեն արդար, մաքուր, ավելի բարձր, քան սովորական մարդիկ։ Բայց հետո ես ինքս ինձ հասկացա, որ բոլոր մասնագետների մեջ էլ լավ ու վատ մասնագետներ կան։ Լավ ու վատ քահանաներ էլ կարող են լինել, լավ ու վատ բժիշկներ կարող են լինել։ Եվ դա նորմալ պետք է ընդունել։ Շատ լավ։ Նորմալը նորմալ Դե ներելի չի։ Վատը, հա, վատը նորմալ չէ, բայց վատը չի նորմալ, որ նրանք մարդ են նաև, մարդկային թերություններ ունեն։ Հասկացա, հասկանալի է, հա։ Անշուշտ ոչ, հա, երբեք իրավունք չունի, դա կոչվում է խոստովանության կնիք եւ բացարձակ գաղտնիք է, որը խոստովանահայր իրավունք չունի բացահայտելու եւ ուրիշներին պատմելու ոչ մի դեպքում, նույնիսկ եթե բացահայտումը պահանջում է ոստիկանությունը։ Սուբհանես Նեպոմուկ անունով մի նահատակ խոստովանահայր կա, Լեհե ինքը, չեխ, ներողություն։ Հրաժարվել է բացահայտել թագուհուց լսած խոստովանության գաղտնիքը Բոհեմիայի թագավորին, այսպեսի պատմություն կա այս սրբի մասին, երբ սա պահանջել է դա, որի համար թագավորը նրան հրամայել է, որ գցեն տավագետը, դա Պրագայի միջով է անցնում, նա խոստովանահայերի հովանավոր սուրբն է, Պրագայում կա մի կամուրջ, Չարլզի կամուրջն է, որի վրա Նեպոմուկի այս արձանը տեղադրված։ Ինչ է տալիս ինձ խոստովանությունը։ Թեթևություն։ Ներում, թեթևություն։ Երկու ամենակարևոր բաները
ներում եւ Աստծո շնորհը, որ մեզ օգնում է լինել ավելի ուժեղ, նորից լցվում է այս մեր բաժակը Հոգու Սուրբ Հոգու ներկայությամբ, Սուրբ եւ ներկայություն։ մենք որպեսզի պայքարենք մեղքի դեմ, մենք նորից վերադառնում ենք Աստծո գիրկը։ Ասեք, մեղքերի ներման երկու հիմնական մայրուղի կա, ասենք, հա, ճանապարհ։ Մեկը մկրտությունն է, որով ջնջվում է նաև մեր ադամական ժառանգված մեղք եւ բոլոր գործած մեղքերը, եթե մեծ տարիքում է մկրտված։ Երկրորդ ճանապարհը խոստովանությունն է, որտեղ մկրտությունը չի կարող կրկնվել, բայց խոստովանությունը կարող է միշտ կրկնվել։ Մեզ նորից վերադարձնում է ոնց որ ընտանիքի գիրկը։ Եվ մենք հաշտվում ենք թե Աստծո հետ, թե մյանց հետ։ Խոստովանությունը այսօր ինձ հաշտեցնում է Աստծո եւ մարդկանց հետ։ Խոստովանությունը ազատում է ինձ մեղքի բեռից։ Խոստովանությունը եւ զղջում ինձ վրա իջեցնում է Աստծո ներումը։ Աստված իսկապես ջնջում է իմ մեղքը եւ կյանքի նոր էջ բացում ինձ համար։ Աստված ինձ ուժ է տալիս, որպեսզի պայքարեմ մեղքի դեմ։ Խոստովանությունը ինձ համար նոր հնարավորություններ է բացում սիրելու Աստծուն եւ մարդկանց։ Դա մի փոքրիկ վերածնունդ է մկրտության նման։ Ինչու պետք է խոստովանեմ քահանայի մոտ։ Ինչու չեմ կարող կանգնել Աստծո առաջ եւ այդպես ասել մեղքերս, ինչպես շատերն ասում են, կամ ուղղակի իրար, ինչպես բողոքականները։ Ինչու պետք է խոստովանեմ քահանայի առաջ։ Մի քիչ առաջ ասացի այս հարցը պատասխան։ Որովհետև քահանան Աստծո ներկայացուցիչն է, չէ՞ կյանքում։ Քահանաները Աստծո կողմից Ինչ։ Oui. Ասեք, դուք էլ ասեք, ահա։ Աստծո ներկայացուցիչն են կյանքում քահանաները։ Խոսում եք քահանայի շուրթերով, հա։ Ով է խոսում, Աստված։ Աստված խոսում է քահանայի շուրթերով։ Մենք այսպես չենք կարող, չէ՞, խոստովանվում ենք, չենք կարողանում լսել։ Բայց երբ որ քահանայի մոտ խոստովանվում ես, արդեն մտածում ես, որ Աստված պատասխանում է քեզ։ Դե նաեւ անշուշտ քահանան ներկայացնում է եւ Աստծուն եւ մարդկային այն համայնքը, եկեղեցին, որի հանդեպ գործվել է մեղքը։ Իհարկե։ Եվ նաեւ Քրիստոսից մենք ունենք այդ պարտականությունը եւ իրավունքը, խոսք որ ասացի, Հովհաննես Ավետարանում կարող եք գտնել, երբ որ հարություն առած Տերը գալիս աշակերտների մոտ կանգնում է մեջ, փչեց նրանց վրա եւ ասաց առեք Սուրբ Հոգին, ում մեղքերը որ ներեք, ներված կլինի եւ ում չներեք, ներված չի լինի։ Հետո Պետրոս Սարաքյալին տվեց Աստծո արքայության բանալիները, ասում են նրան տվեց եւ ասաց նո անշուշտ փոխաբերական իմաստով է այդ բանալին, բայց միշտ սրբապատկերների մեջ պատկերվում է, այն ինչ որ կապես երկրի վրա կապած կլինի երկնքում եւ ինչ որ արձակես արձակված կլինի երկնքում։ Այսպեսով հաստատելով Սուրբ Հաղորդության, ներողություն Սուրբ Խոստովանության կամ հաշտության խորհուրդը, քահանան մասնակից է դառնում Քրիստոսի միջնորդական առաքելության։ Ինքը մի այլ միջնորդ չէ, այլ շարունակում է Քրիստոսի այդ ներման միջնորդական առաքելությունը, որը հիմնված է եւ իր ուժականությունը վերցնում է Քրիստոսի խաչելությունից, զոհաբերությունից։ Առանց Քրիստոսի զոհաբերության չկա այդ միջնորդությունը։ Եվ քահանան, քանի որ Քրիստոսի քահանայական ծառայության շարունակողն է երկրի վրա կամ ներկա դարձնողը, ապահովում է Քրիստոսի ներկայությունը հավատացյալի համար։ Նրա միջնորդական ներկայությունը հավատացյալի համար Աստուծո հոր եւ ուրեմն հավատացյալի միջև։ Բացի այդ, ինչպես դուք ասացիք, ներկայացնում է, խոսում է Աստված նրա շուրթերով, ինչ է նշանակում, որ մարդը լսելի ձայնով կարիքն ունի լսելու, որ քո մեղքերը քեզ ներված են։ Սա գիտեք ինչ մխիթարություն, ինչ հանգստություն է բերում մարդուն, ինչ վստահություն, որ Աստված իրեն ներում է։ Գիտի, որ արտասանողը մարդ է, բայց ինքը մենակ չէ։ Իր թիկունքում Աստված է դա խոսողը։ Եկեղեցու իշխանությունը Աստծո կողմից տրված իշխանություն է։ Դա անփոխարինելի է, ձայնային եւ ձայնով մեղքերի մասին խոսելը եւ այդ սիրո հայացքով, ջերմությամբ, որ մեկը քեզ նայում է, դեգուս չտեսնես, կա որ ցանցի հետևում է քահանան խոսում, այդ ձայնը հայրական ջերմ ձայնով ասում է քո մեղքերը քեզ ներված են կամ արձակը քեզ համանամաստացություն է եղած, ապրես որ խոստովանեցիր եւ այլն,
իսկապես մխիթարական է, շատ հանգստացնում է։ Ոնց որ հայրը զավակին ասի, թե ոչինչ լավ արել ես, բայց արից ամեն ինչ տնենք մի կողմ, եւ փաթաթվում է զավակին մի համբույր է տալիս։ Այդ պահն է խոստովանությունը։ Այդ ջերմ սիրո, այդ գրկախառնումն է Աստծո հետ մարդու միջոցով։ Ոնց որ մեկին ասի ծնողը, չգիտեմ, մեկն ասես իմ տեղս համբուրի, այս ինչ մարդուն, Աստված նույնը քահանայի միջոցով իր համբույրն է մեզ տալիս, իր գիրկը նորից ընդունելով։ Հիսուսն ինքն է հանձնարարել դա իր աշակերտներին եւ նրանց հաջորդներին։ Քահանաները շարունակում են առաքյալների գործը եւ Աստծուց հատուկ շնորհ են ստանում մարդկանց մեղքերի ներման համար աղոթելու նպատակով։ Ում մեղքերը որ ներեք, այս իմ ասած ներված կլինեն, ում մեղքերը չներեք, ներված չեն լինի։ Հովհաննես 20:23 կարող եք կարդալ, նշում արեք ձեր մոտ։ Քահանան ներկայացնում է եւ Հիսուսին եւ եկեղեցուն հավատացյալներին։ Արդյոք արդեն իսկ մեղք է, եթե ուզում եմ անել մի արգելված բան։ Մինչև չանի մեղք չի դառնա։ Բայց մտածել է արդեն։ Մտածումը պիտի դառնա գործ, որ դառնա մեղք։ Պատմտքերն են մեղք, չէ՞։ Եթե մտքերը մարմին չեն առնում, մեղք չեն դառնում։ Մտածել է, մտքով ինչ որ բան է անցել, բայց հետո հասկացել է, որ չի կարելի անել։ Լավ, ուրիշներ ինչ են մտածում։ Ինչ քար լրություն է, այստեղ 10 հոգի միացել էր։ Մտածածնել է մեղք։ Մտքով մեղք էլ կարելի է գործել։ Ով է խոսում։ Սյուզաննան։ Դա թեթև մեղք կլինի։ Եթե մեղք է լինի, թեթև մեղք կլինի, մինչև Ոչ, պարտադիր չի։ Որ ջան, խնդրեմ իրար կտրուկ ոչ մի ասեք, էլի կարծիքներ են, իրար կտրուկ ոչ մի որ Թող ասեն, թող կտրուկ ասեն, ոչինչ, դա իրանց Բայց կարծիք։ մենք պետք է նաև իրար մեջ կարողանանք այդ սկզբունքը մշակել, որ ինչ որ խոսում ենք կլինի քննարկում եւ ամեն մարդ իրավունք ունի։ Դա պիտի լինի սիրո մթնոլորտում, հանդուրժողականության մթնոլորտում։ Ես կտրուկ ոչ ասելու նպատակ չունեի, բայց եթե պատասխանը ոչ է կներեք, թե կոպիտ ստացվա, նորից կասեք, ոչ հասկանանք ինչ էր, ես չլսեցի։ Տիկին Սուսաննան ասաց, որ մտքով գործած մեղքը կարա լինի միայն թեթև մեղք։ Չէ, մտածումը, վատ մտածումը, մտքով գործած մեղքը սա արդեն մի քիչ ավելի ձեր ասած ավելի Մի վարքյան հասկանամ ինչ է ասում Սուզաննան։ Տիկին Սուսաննան թե սխալ եմ հասկացել կներեք, Տիկին Սուսաննան ասաց, որ եթե մտքումը գործված ու մարմին չի առել, միտքը կամ մտածածը մեղք չի, կամ եթե մեղք կա, ավելի թեթև է։ Իսկ դուք ինչ եք ասում։ Մտքով նաև հնարավոր է ծանր մեղք գործել։ Ինչու է այդպես վստահ, այսինքն ուզում հասկանամ ինչպես դա կբացատրեք։ Որովհետև զղջման աղոթքի լատին ծեսի մեջ, զղջման աղոթքի մեջ անգամ կա մեղքերի թողության չկատարված գործի համար, ինչ որ չի պարտականությունը չկատարվածի համար, մտքի ու գործածի համար։ Մտքի չկատարված մտքի ու գործածի։ Вот, չկատարված գործի համար, неисполнением дела. Որովհետև Լերան Քարոզով Մի վարքյան ռուսերեն տեքստը կասեք, ռուսերեն տեքստը ոնց, եթե Поверьте перед Богом всемогущим и перед вами, братья и сестры, что я много согрешил мыслью, словом, делом и неисполнением долга. Մտքով, խոսքով, պարտքս չկատարելով, мыслью ու գործով։ Այդ նույն աղոթքը մենք պատարագի տեքստի աղոթքն է։ Բանիվ, խոսքով եւ գործով։ Քահանան է խոստովանում դա։ Պատարագի ժամանակ քահանան խոստովանում է, այո, բանիվ, հա, այսինքն խոսքով
մտքով եւ գործով։ Տեսեք, ընդհանրապես այդ մեղքը երբ որ ինքը պետք է հասունանա, մենք ասում ենք տերմին կա անգլերեն ասեմ consummation է կոչվում, ինքը պետք է հասնի իր լիակատար լրումին, պետք է հասնի։ Պետք է հասունանա եւ ինչպես պետք է լրումին հասնի, գործով։ Պետք է կատարվի, որ համարվի ինքը ծանր մեղք։ Բայց այդ մտքերը մեզ միշտ անհանգստացնում են, մեզ նեղում են, որովհետեւ երբ որ մտածում ես ոնց որ գրեթե գործի կեսը արած լինես, բայց ինքը դեռ մեղք չի համարվում, եթե գործված չէ։ Այդ մտքերը սրանք կարող են եւ մեզ միշտ տանջում են։ Մանավանդ միտքը շատ արագ է աշխատում մեղքի ուղղությամբ, այդ բանը դու արդեն Հիսուսին չի ասում։ Ստեղ մի քիչ նուրբ է հարցել, հասկանում եք, մտքով արված բաների խոստովանության անհրաժեշտություն չկա։ Լավ կլինի որ խոստովանեք, բայց դա անհրաժեշտությունը չկա։ Հիսուս թեև ինքը ասում է, ովքեր որ կնոջը նայում են նրա հետ շնանալու համար, արդեն իսկ շնացան նրա հետ իրենց մտքում։ Այս միտքն է, այս խոսքն է Հիսուսի, որ մեզ ստիպում է մտածել մի քիչ ավելի լուրջ ձևով, այդ մտքով գործած մեղքերի մասին, այդպես ասենք, բայց խոստովանության անհրաժեշտություն չկա, եթե դա գործի չի վերածվել։ Բայց մենք միշտ խոստովանում ենք նաև այդ մտքերը, միշտ խոստովանում ենք։ Տեր Հովսեփ, դա գուցե մարդու կռիվն է սատանայի հետ։ Սատանան քեզ չար միտքը դրդում է, բայց դու կռիվը հաղթում ես, դու չես կատարում, դա չես իրագործում, մտնում է քո ուղեղի մեջ։ Տեսեք, դեմի նշություն կա, ուզում եմ դա ասել, այդ էլ ասեմ, նոր պատկեր ամբողջական դառնա։ Երբ է մեղքը մեղք դառնում, երբ որ մտքին միանում է կամքը։ Այո, որ գործը արդեն սահմանը կամքից դեպի գործ շատ բարակում է, շատ բարակ է լինում։ Հասկանում եք, կամքն է, որ մեղքը դարձնում է մեղք, այսինքն գիտակցված, կամեցված արարքն է մեղքը։ Ընդհանրապես բանաձևը սա է։ Գիտակցված ու կամեցած արարքը։ Հիմա արարք բառը որ հանում ես, դա կմնում է այդ միտքը գիտակցումը եւ կամքը ինքը չհասունացած մեղք է, այսպես ասենք, որը մեզ միշտ տանջում է, եթե չենք խոստովանում։ Դա մարդկային է, այսինքն դու եթե ուզում ես ապրել սրբությամբ, դու կգնաս անպայման խոստովանության։ Բայց անհրաժեշտություն էլ եմ ասում, քանի դեռ գործված չէ, այդ իմաստով արգելք չկա սուրբ հաղորդությանը մոտենալ։ Բայց մեղք համարվում է այսինքն կամքի ու այդքան փորձեցի ասել։ Ես հասկացա, ես մի նրբություն եմ ուզում հասկանամ, այսինքն կամքը, եթե համաձայնվում է մարդու մտքի հետ, թեկուզ ոչ մահացու առօրյա մեղք համարվում է։ Այո։ Եթե կամքը համաձայնվի, գործ կդառնա, եթե չի համաձայնվում, չի դառնա։ Կարող որ անջատեցին։ Ուրեմն ոչ, դա միայն փորձություն է, սա եկեղեցու ուսմունքն է, տեսեք, այս հարցի պատասխանը, եթե ուզում եմ անել մի արգելված բան, եկեղեցու ուսմունքը հետևյալն է։ Դա միայն փորձություն է, բայց զգուշացիր։ Եթե կարողանաս ոչ ասել փորձությանը, կհաղթես։ Աղոթիր, որ Աստված շնորհ տա քեզ հաղթելու չարի փորձություններին, որոնք ամեն մեկին։ Ընթերցենք Հիսուսի փորձությունը անապատում Մատթեոս 1 Մատթեոս 4:1-11, դեռ չկա է ոչ մի բան գրված այն մասին, որ Հիսուս ուներ մեղավոր մտքեր, բայց ինքը կարողանում է փորձությանը հաղթահարել։ Դեռ Հիսուս ընդհանրապես մեղքի նկատմամբ հակում չուներ, բայց մենք ունենք։ Հասկանում եք։ Իրեմ ասում, ինչու ասացի, որ դա մեղք համարվում է, որովհետև դուք եթե ուզում եք հստակ իմանալ դրա պատասխանը, հիմա եթե կարդաք Գրիգոր Նարեկացուն, օրինակ Մատյան, ինքը բոլորը մեր ամեն մի միտք իր համար ծանրագույն մի մեղք է, չասենք փորձություն։ Մեզ որ սահմանը շատ բարակ է, բայց եկեղեցու պաշտոնական ուսմունքը այն է, որ քանի դեռ գործի չի վերածվել, դա մեղք չէ։ Մնացածը արդեն դուք ինքներդ ըստ ձեր խղճի քննեք եւ հասկացեք ինչն է, որ ձեր մեջ ձեր միտքը, ձեր կամքը
ինչքանով է հասունացել մեղքի վերածված լինելու համար։ Մանավանդ սեռական մեղքերին եթե անդրադառնանք, շատ դժվար է ասել, թե ինչ որ դու ցանկացել ես արդեն մեղքեր, թե չէ։ Հիշենք Հիսուսի խոսքերը։ Ասում է, եթե մեկը ցանկանալու համար է նայում, շնանալու համար կնոջը, արդեն մեղք է գործել։ Ցանկություն էլ կա, ցանկություն էլ։ Այլ բան է, եթե մեկին ուզենաս այնքան ես ատում, որ ուզենաս մի վատ բան անես, իրենց հարվածես կամ վիրավորես կամ սպանես, այլ բան է սեռական ցանկությունը։ Հիմա չմարանանք, չխորանանք։ Հիսուսի փորձությունն անապատում։ Ինձ թվում է սա գիտեք, այլ անցնենք սրա վրա, սա երեխաների համար է, որ այսինքն մանրամասը պատմում։ Հա, երեխաներին սովորեցնում են։ Եկեք, եթե հարցեր ունեք, ես պատասխանեմ, այսօր չեմ ուզում էլ երկար ծավալվոր դեպքում քիչ գործ ունեմ։ Եթե հարց ունեք, արդյոք հարց կամ արդյոք ունենք հարց։ Ես Ես մի հարց ունեմ, ասեմ, երբեմն կյանքում էսպես պատահում է, սուտը փրկում է կյանք։ Մենք գրականության մեջ էլ նման դեպքեր ունենք, եթե կյանքին էլ նայենք, կա։ Դուք հավատում եք դրան, դուք ընդունում եք, որ ոնց ասեմ, բարի սուտ կարող է լինել։ Դա արտահայտությանն եմ ես դեմ, բայց սուտը արտահայտությանը ես էլ եմ դեմ, սուտը միշտ մեղք է, այդպես ենք մտածում, բայց ես մեծերից լսել եմ, որ ինչ որ երբ որ թուրքը մտել է երկիր, գյուղերից մեկում թուրքերից սպանել են, թուրք ինչ գիտեմ, քահանան, իրենց քահանան ձեռքը դրել է Ղուրանի վրա եւ երթվել է, որ սպանողները այդ գյուղացիք չէին։ Եթե մտածվեր, որ այդ գյուղից են սպանություն կատարել, ամբողջ գյուղը կջնջվեր։ Քահանան Ղուրանի վրա այդ գիրքը փրկել է, ասենք կոտորածից, արյունից փրկել է, ասել է պատահականություն։ Հայ քահանան, մեր քահանան ճիշտ հասկացա, դերը Ղուրանի վրա Մեր քահանան չէ, իրենց հետ եկած, իրենց քահանան, ում աղոթագիրքը Ղուրանն է եղել, մեր քահանան ինչ գործ ուներ Ղուրանին, ու ինքը երթվել է, որ իրենց մարդիկ են սխալմամբ իրարը սպանել, ոչ թե հակառակորդը, ոչ թե քրիստոնյաները, ու փրկել է քրիստոնեական մի գյուղ բնաջնջումից։ Այս դեպքում սուտը ճիշտ է, տեսեք ինչքան էլ մեծ սուտ Ղուրանի վրա ձեռքը դնի ու սուտ ասի, բայց փրկել է մարդկային կյանք։ Հետո այսպիսի դեպքեր է լինում։ Մեկի մասին ասենք, միգուցե մարդը իրոք դավաճանել է, մեկը կինը դավաճանել է ամուսնուն, բայց ընտանիքում դա հայտնի չէ։ Մի վստահելի մարդ կա, որին հարցնելու դեպքում ընտանիքը կքայքայվեր, նրա այո եւ ոչ պատասխանից կախված էր ընտանիքի գոյությունը կամ կործանումը։ Մարդը այդ պահին սուտ է ասում է չէ, այդպիսի բան չկա, ու նրան հավատալով միգուցե այդ դավաճանությունը չշարունակվեր դրանից հետո, բայց քայքայվելու դեպքում անմեղ երեխաներ կորբանային։ Հիմա սուտը կարող, ես չեմ ասում, սուտը միշտ վատ բան է, դա հասկանալի է, բայց կյանքն էլ երբեմն իրենն է ասում։ Ընդհանրապես սուտը վկայելու մասին է խոսքը սուտ գրքում, բայց դա նույն բանն է ձեր ասածի հետ, այո, նույն բանն է։ Պարզապես կա մի բան, որ կարելի է փոխարինել այդ ստով, այդպիսի անշուշտ դա արդարացված է, որ մարդկային կյանք է սփրկում, բայց պետք է ամեն կերպ ճանաչ չասել, ոչ թե սուտ բան ասել։ Հա, չլռել, ասել որ տեղյակ չեմ։ Հա։ Նման բանից տեղյակ չեմ, բայց դա չէր փրկի։ Չէր փրկի, վստահելի է ասում, ինչպես է ասում։ Մտածում է մարդը մոտենում է այն մարդուն, ում համարում է ազնիվ մարդ, ամենազնիվ մարդ, եթե այս մարդը ասի, որ իրոք դավաճանությամբ հաստկա, ինքը կբաժանվի իր ընտանիքից, երեխաները կորբանան։ Եթե այս մարդը ասի, որ այդպիսի բան չի եղել։ Տիկին Սանա ջան, եթե հարցը հասել է այդտեղ Այդ սուտը փրկություն է։
Չգիտեմ, ես տարբեր կողմերից եմ մոտենում, ինչի պետք է նախ անպայման այդ մարդը ասի, որ ինչի պետք է ինքը հաստատ իմանա, ասենք ամուսինը կա հարցնի, որտեղից պետք է իմանա Լավ, ամուսինը թողնենք, մի ուրիշ դեպք ասեմ։ Այսպես, մեկը չարագործներից փախնում է, գալիս է իմ կամ ձեր տուն, մեզնից պաշտպանություն է խնդրում։ Ասում է, եթե գա հարցնի, ասեք, որ ես պետք է ստես կյանք ես բրկում, այո։ Ահա, ես այդ իմ նկատի ունեի։ Այդտեղ սուտ է։ Հետո մի հրաշալի պատմություն էլ կա այսպես։ Ինչ որ քրիստոնյայի դատում են, ես կոնկրետ չեմ հիշում, որտեղ եմ կարդացել, որովհետև լիքը բան եմ կարդում ու այդպես հեղինակները չեմ հիշում։ Իրան դատում են, այլ քրիստոնյային դատում են, դատի ժամանակ վերջին խոսքի իրավունք են տալիս։ Սա իր լեզվով սկսում է անպատվել թագավորին, ով իրան դատում, ամենավերջին խոսքերն ասում, բայց չի հասկանում թագավորը։ Կանչում է իր պալատականներից մեկին, ով խոստանում է թարգմանել խոսքը, ասում է երիտասարդը վերջին շնչում էլ ձեզ օրհնում էր, աղոթում էր, ձեզ արևշատություն էր կամենում, ասում է ազատել դրան, ուրեմն չեն կախում, բայց այն կողքից մեկը գալիս, ասում է սուտ խապեց, ասում է խապեց քեզ, ասում է նա ոչ թե քեզ օրհնում էր, այլ անիծում էր, ասում է կախել այս մարդուն, ասում է նա իր ստով երիտասարդ կյանք փրկեց, դու քո ճշտով կործանում ես երիտասարդ մարդուն։ Եվ պատժում է այդ ճիշտ խոսողին։ Դրանք լավ պատմություններ են, Տիկին Սուզաննա ջան, բայց ես խորհուրդ չէի տա երիտասարդներին պատմել, որտեղ իրանք դրանց ոգևորում են։ Ես դա երիտասարդներին չեմ պատմում, մենք իրար հետ ենք խոսում, երիտասարդների բաժին։ Որտեղ ինձ երբ է ստի մասին խոսում եմ, ինձ այդպեսի մի օրինակ ինչ որ մեկը միշտ պատմում է, էլի, բայց գիտեմ որ մտագը լիքը արդարացումներով ստեր կան թաքնված։ Գիտեմ, դա միանշանակ ճիշտ է, բայց երբ որ մենք խոսում ենք ազնիվ կյանքից, հենց կյանքից, հենց մարդկայինից, որ ընդհանրապես սուտը ինչ է անում, հեշտացնում է կյանքը։ Եթե միտեղ կանաչ լույս ես վառում, այդ կանաչ լույսերը սկսում են շատանալ մարդու համար։ Մարդ ինքն իրան ինդուլգենցիա է տալիս։ Այս որտեղ զգույշ լինենք, էլի։ Ճիշտ է։ Սուտ, չգիտեմ ինչա գույն սուտ, այդպեսի բաներ դե։ Դե ընդհանրապես պետք է ասենք, որ սուտը մեղք է ու միշտ մեղք է, դա հասկանալի է, բայց երբ որ ամեն ինչ ավելի խորությամբ ենք քննում, լիքը բաներ կան, էլի։ Դեք սուտ կա, որ իսկապես նենգություն կա մեջը, խարդախություն, չէ։ Դե սատանան ասում է ստի հայրը սատանան է, արդեն պարզ է։ Սրանից լավում Քրիստոսի խոսքերից, հա, ստի հայրը սատանան է, այսինքն ինչ է սատանան։ Մի հարցել, հա, կներեք։ Ահա։ Եթե ժամանակ եմ չարաշահում։ Ու 1-2 րոպե էլի եթե կարելի։ Շատ կարճ եմ հարց տալիս։ Աստված մեզ շատ էր սիրում, չէ՞։ Եթե Ադամին ու Եվային արտաքսեց, նրանց մեղքի համար արտաքսեց։ Բա ինչու աշխարհը մեզ այդքան սիրելով, ինչու սատանային հանձնեց աշխարհը։ Սատանան դարձավ աշխարհի իշխանը։ Չէ՞ որ սատանան չարի մարմնացումներ։ Տեսեք, այդ հանձնելը մեզ հիշեցնում է Հոբի գիրքը։ Բայց եկեք ինչի համար թողեց, որ սատանան Հոբին չարչարի Աստված։ Եկ նպատակին նայենք, հա, ոչ թե այդ միջոցը նպատակն արդարացնում է միջոցը, չէ։ Այդ մաքիավելիզմի հետ մենք գործ չունենք։ Բայց Աստված գիտեր սատանայի լիակատար պարտությունը։ Եվ Հոբը օգնեց Տիրոջը, Աստծուն այս իմաստով, հա, Հոբը դարձավ միջոց, բայց Հոբի համար էլ սա եղավ մի կրկնակի օրհնության առիթ, սատանայի լիակատար ջախջախման պարտության համար։ Սա մի փոքրիկ մակետ է այս պատմությունը, որ մեզ օգնում է հասկանալ ամբողջ մարդկության պատմությունը։ Այդ սցենարը, այդ թատերական բանը, որ սատանան գնում է Աստծո մոտ, բան, սա հեղինակի մտահղացումն է, բայց փոխանցելու համար մեզ մի աստվածային ճշմարտություն, որ Աստված համբերում է չարի գոյությանը, համբերում է։ Աստծո ծրագրի մեջ դա ընդհանրապես մի էպիզոդ է, մի տեղ է, բայց Աստծո համար շատ ավելի կարևոր է
մարդու ազատությունը։ Ինչով ենք մենք Աստծուն նման, ամենաառաջին հերթին մեր այդ ազատությամբ, մեր բանականությամբ, որ մենք կարող ենք ազատ որոշում կայացնել։ Աստված տիկնիկներ չի ուզում տեսնել մեր մեջ։ Ոչ մի ծնող չի կամենա իր երեխային տեսնել տիկնիկի պես, ինքը այսպես ձեռնացությամբ իր երեխային մինչև խոր ծերություն, հա, իրանից կախում ունենա։ Ազատությունն է, որ ձևավորում է մարդուն։ Ազատությունն է, որ մարդուն թույլ է տալիս կայանալ որպես անհատ։ Հիմա դա եկեք պրոյեկտենք ամբողջ մարդկային պատմության վրա պրոյեկտենք այդ ազատության ձևավորումը։ Կստանանք մեր մարդկության պատմությունը իրականության մեջ։ Սուրբ Գիրքը դա է գործում։ Լավ, շնորհակալություն։ Մենք էլ ենք շնորհակալ։ Կտեսնենք, խոսենք անշուշտ տեսնում ենք, մենք բայց դեռ մի ամիս գրեթե ունենք։ Մյուս շաբաթերի մենք դասում։ Աստված օրհնի բոլորիդ եւ խաղաղ գիշեր ձեզ, բարի գիշեր։ Բարի գիշեր։ Բարի գիշեր։